Մի բան ասեմ, բայց շատ չզզվեք։ Իսկ դուք գիտեք, որ հռոմեացիների ամենասիրելի սոուսը փտած ձկան սոուսն էր։ Հռոմեական խոհանոցի անբաժանելի մասն էր գարումը, ֆերմենտացված աղ դրած եւ ձկան ներքին օրգաններից պատրաստված սոուսը։ Այն ուներ շատ սուր հոտ եւ աղի համ, սակայն օգտագործվում էր գրեթե բոլոր ուտեստների հետ, ինչպես մենք հիմա օգտագործում ենք կետչուպը կամ սոյայի սոուսը։ Հարուստ հռոմեացիների հուղարկավորությունների ժամանակ ընդունված էր վարձել պրոֆեսիոնալ հեկեկացող կանանց։ Նրանք բարձրաձայն ողբում էին, հարվածում կրծքին եւ պոկում իրենց մազերը, ցույց տալու համար ընտանիքի մեծ վիշտը եւ բարձր կարգավիճակը։ Իսկ դուք գիտեիք, որ հին Հռոմում բութ մատը ներքև նշանը մահ չէր նշանակում։ Հակառակ հոլիվուդյան ֆիլմերի հստակ ապացույց չկա, որ կայսրի բութ մատը ներքև նշանը նշանակում էր պարտված գլադիատորի մահ։ Որոշ պատմաբաններ կարծում են, որ մահվան նշանը բութը վերև պահելն էր, որպես սրի նշան։ Մինչդեռ բռունցքի մեջ թաքցրած բութը կամ ուղղված դեպի ներքև նշանակում էր ներում, այսինքն սրերը ցած։ 28-րդ թողարկումից 16։ Ես Մոնիկան եմ, մինչ նոր հանդիպում։